Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, ով մշտապես աչքի է ընկնում իր ջերմությամբ ու անկեղծությամբ, նույնպես միացավ դերասանուհի Ռոզա Դավթյանի երջանկության հանդեպ ուրախացողների շարքին։ Ինստագրամի իր էջում Նազենին հրապարակել է Ռոզայի հետ համատեղ մի լուսանկար, փոխանցելով իր անկեղծ ու սրտանց բարեմաղթանքները։ Ռոզա ջան, չքնաղ հոգի, քեզ բարի բախտ ու անսահման երջանկություն, քաղցր ու անամպ ընտանեկան կյանք, անասելի ուրախ եմ քեզ համար, մայրիկից ջերմ բարեմաղթանքներս, գրել է Նազենին, իր խոսքում արտահայտելով ոչ միայն իր ուրախությունը, այլև այն ջերմ հարաբերությունները, որոնք նրանց միավորում են։ Նազենի Հովհաննիսյանի մաղթանքը կարծես ոչ միայն ձևական խոսքեր էին, այլ գալիս էին նրա սրտի խորքից։ Նա ընդգծել է Ռոզայի հոգու գեղեցկությունն ու մարդկային բարձր արժեքները, որոնք դերասանուհուն դարձնում են առանձնահատուկ և սիրելի բոլորի համար։ Նազենիի հրապարակումն արժանացավ մեծ արձագանքի, բազմաթիվ հետևորդներ նույնպես իրենց ջերմ խոսքերն ու շնորհավորանքներն ուղղեցին Ռոզային։ Նրանց լուսանկարը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սրտանց է Նազենին ուրախանում Ռոզայի նոր կյանքի փայլուն էջի համար։ Այս ջերմ և անկեղծ մաղթանքն ընդգծեց, որ շոու բիզնեսի աշխարհի ներսում գոյություն ունեն անկեղծ ընկերություններ, իսկ կյանքի կարևորագույն օրերին այդպիսի մերձավոր մարդկանց բարեմաղթանքները կրկնապատկում են երջանկությունը։ Նշենք, որ դերասանուհին բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, նա իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հաճախ է պատասխանում իր հետևորդների կողմից տրված հարցերին։ Շաբաթներ առաջ իր հետևորդներից մեկը գրել էր, թե արդյոք այս տարի դերասանուհուն կտեսնենք ամուսնական կարգավիճակում, թե ոչ։ Դերասանուհին պատասխանել էր, որ նա իր սիրելիի հետ արդեն ընտրել է հարսանիքի օրը։ Ընտրված ամուսնության օրը շատ կարևոր օր է, պատմել էր դերասանուհին։ Նշենք, որ 3 ապրիլի 27-ին տեղի ունեցավ դերասանուհու հարսանեկան արարողությունը, որն ուղղակի օր չէր նրա համար։ Այդ օրը նրա լուսահոգի հայրիկի ծննդյան օրն էր։ Ապրիլի 27-ը դարձավ դերասանուհի Ռոզա Դավթյանի կյանքի ամենահիշարժան ու բերկրալի օրերից մեկը։ Դերասանուհու հարսանեկան արարողությունը վերածվեց իսկական տոնական իրադարձության, որն իր բովանդակությամբ, գեղեցկությամբ երկար կմնա ոչ միայն Ռոզայի, այլև նրա ընտանիքի, ընկերների և երկրպագուների հիշողության մեջ։ Հարսանեկան օրը սկիզբ առավ Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ Ռոզան ու իր ընտրյալը ստացան Աստծո օրհնությունը։ Եկեղեցու կամարների տակ նրանք դարձան այր ու կին, իրենց երջանկությունը վստահելով հավերժությանը։ Ռոզային եկեղեցի էր ուղեկցում իր հորեղբայրը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, քանի որ նրա սիրելի հայրիկը Շավարժ Դավթյանը տարիներ առաջ կյանքից հեռացել էր։ Ռոզան հարսանիքի օրը չէր ընտրել պատահական։ Ապրիլի 27-ը նրա լուսահոգի հոր ծննդյան օրն էր, և նա ցանկացել էր այդ օրը միավորել իր կյանքի երկու ամենակարևոր իրադարձությունները։ Եկեղեցուց հետո տոնական հանդիսությունը շարունակվեց Prime Hall ռեստորանային համալիրում, որտեղ ամեն ինչ հիանալի կազմակերպված էր։ Մթնոլորտը լի էր սիրով, ջերմությամբ, հայկական ավանդական ու ժամանակակից տարրերի համադրությամբ։ Դիմավորման արարողությունը, սկեսուրի կողմից լավաշի և քաղցրավենիքի մատուցումը, տարոսիկների հետաքրքիր լուծումները ավտոմեքենայի տեսքով, բոլոր մանրուքները վկայում են, թե որքան նրբաճաշակ ու մտածված էր յուրաքանչյուր դետալ։ Հարսանեկան երեկոն վարում էր սիրված հումորիստ ու հաղորդավար Գրիգոր Դանիելյանը։ Երգչական մասը ապահովում էին հայտնի արտիստներ Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Հայկ Դուրգարյանը, Վլադիմիր Արզումանյանը և ուրիշներ, ովքեր իրենց գեղեցիկ կատարումներով ավելի էին տոնական դարձնում երեկոն։ Հատուկ հյուրերից էր նաև Արսեն Սաֆարյանը, ում երգի ժամանակ Ռոզան հուզվեց և հազիվ էր կարողանում զսպել արցունքները։ Տոնակատարությանը ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր՝ սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, դերասանուհիներ Եվա Բաղդասարյանը, Դիանա Տորրեսը, Կույր Աշխարհ և Վերջին զանգը սերիալների դերասանները։ Հատկանշական էր, որ Վերջին զանգը սերիալում Ռոզայի խաղընկերուհի Էմմա Մանուկյանը բացակայում էր, քանի որ այդ օրը ներկայացում ուներ։ Հարսանեկան երեկոյի ամենահուզիչ պահերից էր Ռոզայի եղբոր անակնկալը ծաղիկներով ու սիրառատ բառերով, ինչպես նաև Ռոզայի և եղբոր համատեղ պարը, որի ընթացքում հարսնացուն չէր կարողանում թաքցնել իր հույզերն ու արցունքները։ Հայկական հարսանյաց ավանդույթների պահպանմամբ կատարվեց նաև շաբաշի արարողությունը։ Հյուրերը պարելու ընթացքում հարսնացուին նվիրեցին գումար, նրան ցանկանալով բարեկեցություն ու բախտաբորություն։
Ռոզա Դավթյանի հարսանիքը դարձավ այս տարվա ամենագեղեցիկ ու տպավորիչ հարսանեկան միջոցառումներից մեկը՝ երգով, պարով, սրտաշարժ պահերով և անսահման ուրախությամբ լի։ Նրա կյանքի այս կարևոր օրը ևս մեկ անգամ հաստատեց, որ սերը, ընտանիքը և հիշողությունները կյանքի ամենաարժեքավոր գանձերն են։